Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մի եթերում, այսօր աշխատանքային օր է եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ներկայացնելու ենք օրվա ամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկությունների համաձայն 3 մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած եպիսկոպոսած ժողովը ավելի շատ դաստիարակչական բնույթ է կրել։ Պատճառն այն է, որ սրբազանների մի խումբ է ձևավորվել, ովքեր սկսել են սատարել Նիկոլ Փաշինյանին, այլ կերպ ասած անցել են նրա կողմը եւ ամեն բան անում են եկեղեցու ներսում լարվածություն ստեղծելու համար։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսն էլ անում է հնարավորը, որպեսզի վերականգնի ներեկեղեցական համերաշխությունը, կանխի միմյանց դեմ դուրս գալու իրավիճակը։ Ըստ մեր աղբյուրների վերջին ժամանակահատվածում կաթողիկոսը գրեթե ամենօրյա ռեժիմով առանձին զրույցներ է ունենում բոլոր սրբազան հայրերի հետ, ներկայացնում, որ չպետք է տրվեն իշխանական սադրանքներին ու քանդեն եկեղեցին ներսից։ Մեր աղբյուրները նշում են սակայն, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է սրբազանների մի խումբ արդեն կաթողիկոսի դեմ հանել։ Երեկ եպիսկոպոսատ ժողովին կաթողիկոսը կրկին խոսել է հաշտության, միասնության մասին։ Նա նկատողություն է արել այն սրբազաններին, որոնց մասնակցությամբ եւ Փաշինյանի ներկայությամբ մատուցված պատարակների ընթացքում բաց են թողնում կաթողիկոսին վերաբերվող աղոթքի կամ հիշատակի համապատասխան հատվածները։ Հրապարակ օրաթերթը գրում է. 3 մայրաթորում եպիսկոպոսած ժողով էր։ Քննարկում էին եկեղեցու շուրջ ստեղծած իրավիճակը եւ իրենց անելիքները, ներկա էին նաեւ Վայզդորի եւ Մասյացյոտնի թեմերի առաջնորդները, որոնք մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարակին եւ թույլ էին տվել, որ իրենց ներկայությամբ զեղչվի պատարակին վեհափարին վերաբերվող հատվածը։ Ժողովից հետո մենք տեղեկացանք, որ հայ առաքելական եկեղեցու վերնախավի դիրքորոշումը բավականին կոշտ եղել, որոշվել է չգնալ ոչ մի կոմպրոմիսի եւ պատարակի կարգի խախտումները չներել։ Նման խախտումները կատարած քահանաներն ու պատարակների ներկա գտնված թեմերի առաջնորդները, եթե զղջման չգան, կարգալույց կարվեն։ Հիմա բոլորը սպասում են նրանց զղջման հայտարարություններին։ Կարգազանց սրբազանները շատ խեղճացած են եղել, հասկացել են, որ կոպիտ սխալ են թույլ տվել, նախ որովհետև հանրային մեծ պարսավանքի արժանացան, ապա որովհետև հայ առաքելական եկեղեցու վերնախավը զիջումների չի գնալու, հասկանալով, որ զիջում նշանակում է եկեղեցու կազմաքանդում եւ վեհափարի հրաժարական։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, ով մամուլի հրապարակումների համաձայն մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից է եղել, նախորդ տարիներին ներգրաված է եղել բնակարանների ձեռքբերման եւ օտարման գործընթացներում։ Ինչ է գրել մամուլը Ասլան Ավետիսյանի մասին։ Ասլան Ավետիսյանը Արարատի համայնքապետ է ընտրվել 2021 թվականին։ Նա անցել է մարտի 1-ի գործով։ Տարիներ առաջ դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը առ այն, որ Ասլանյանը 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակումներով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի պայթուցիկ նյութերի որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների ժամանակ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, այլ ավելին նման պահանջ է ներկայացրել նրանց, դիմելով անկարգությունների մասնակիցներին կոչ արել ոստիկանության աշխատակիցների պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, նրանց վրա հարձակվելու եւ բռնությամբ ուժի գործադրմամբ Միասնիկյանի արձանի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից վռնդելու, իր օրինակով հրահարել եւ ոգևորել է մյուսներին, մոտեցել ոստիկանության աշխատակիցներին եւ բղավել. «Թողեք, հեռացեք, հակառակ դեպքում զոռով հանելու ենք ձեզ»։ Սա ըստ էության Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունն է իր այս պաշտոնում հայտնվելը մարտի 1-ի գործողություններին մասնակից դառնալու, մարտի 1-ը եւ մարտի 1-ի թափված արյունը դարձավ Նիկոլ Փաշինյանի իշխանության այսպես հիմնարկեքը։ Եվ Փաշինյանը բոլորին շնորհակալություն հայտնեց, անգամ այն զոհերի մահացած մարդկանց ծնողներին, հարազատներին, ովքեր պատրաստ են իրենց երեխաների կամ հարազատների զոհվելու հանգամանքը օգտագործման հանձնել Նիկոլ Փաշինյանին, ֆինանսական միջոցներ հատկացվեցին նրանց կանխի որոշ անդամներ հայտնվեցին խորհրդանում։ Իհարկե ոչ բոլոր զոհերի ծնողներն ու հարազատները մասնակից դարձան իշխանական այս բեմադրությանը։
Հրապարակ թերթը գրում է. պետական ծառայողների հետ համաժողովի ժամանակ Փաշինյանը խոսել է պետական ապարատի արդյունավետությունից եւ առաջարկել է, որ ներկաներն էլ արտահայտվեն։ Մեծ մասը աշխատավարձերի բարձրացման հարցի մասին է խոսել։ Հավաքից հետո նա ենթականերին հրահանգ է իջեցրել ուսումնասիրել, հաշվարկներ անել, թե ինչքան կկարողանա եկող տարվանից բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը։ Դա ներկայացրել իբրև քաղծառայողների կողմից ձևակերպված պահանջ, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների շեմին մոտ 8000 մարդու փորձում են իրենց կողմը գրավել։ Իսկ ապարատում կարծում եմ, որ վաղուց կարող են իրենց աշխատավարձերը բարձրացնել, եթե վերևներում միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգևավճարներ չբաժանեին։ Նիկոլ Փաշինյանը կարծում չի գնալու աշխատավարձերի բարձրացման ճանապարհով, գուցե նախընտրական փուլում մի քանի ամիս պարգևավճարների տեսքով մարդկանց աշխատավարձերը բարձրացնեն, որովհետև եթե բարձրացնում են աշխատավարձը, պետական ծառայողներ պիտի բարձրացնեն նվազագույն աշխատավարձը, իսկ դա իրենց ենթադրում է ծախսեր, որոնք այս պահին այս ապաշնոր իշխանությունները չեն կարող անել, որտեղ այլ այդ շռայլություններ են անում այլ ուղղությամբ իրենց հաճույքների համար, բայց վստահ եմ ինչ որ լուծում կգտնեն պետական ապարատի աշխատակիցներին իրենց կողմը գրավելու համար, բայց մյուս կողմից էլ ես պիտի հիասթափեցնեմ Նիկոլ Փաշինյանին, որքան էլ որ բարձրացվեն աշխատավարձերը, փողը միակ բանը չի, որ պիտի մարդուն բավարարված լինելու այսպես զգացում տա։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ պետական ապարատի շատ աշխատակիցներ ուղղակի այսպես ասած մերժում են, հա, այս իշխանություններին, անկախ աշխատավարձի ինչքան կբարձրացնեն, որտեղ մարդիկ էլ հասկանում են, թե ում հետ գործ ունեն, դիլետանտներ եւ լավ էլ կոռուպցիայի մեջ թաթախված, ստախոս, սրիկայական մի խմբավորման հետ գործ ունեն եւ դժվար թե իրենք ուզենան իրենց ամբողջ կյանքը կապել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հրապարակ թերթը գրում է. չնայած թե Հովանավանքում, թե Թալինում եւ Արարատում բատարակների մասնակիցների թիվն ավելի մեծ եղել, քան Վայոց ձորի Խաչիկ համայնքում, սակայն կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես գոհ է Վայոց ձորի պատարակից եւ հիացած է դրա գլխավոր կազմակերպիչ Վահագն Արսենյանով, Վայոց ձորի մարզպետով, ասում են իր գոհունակությունը չի թաքցրել։ Դա պայմանավորված է նրանով, որ հենց Վայոց ձորում էր, որ առաջին անգամ հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդը մասնակցեց իդեմս Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանի։ Եկեղեցի իշխանություն հակամարտությունում սա Փաշինյանը համարում է լուրջ հաղթանակ եւ հենց այդ պատարակից հետո Օվերտոնի պատուհանը բացվեց ու այլ սրբազաններ էլ սկսեցին մտածել ճամբարափոխության մասին եւ անգամ վեհապարին ամեն ինչով երախտապարտ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը գնաց Պարակտիչ պատարակին մասնակցելու, իսկ Վայոց ձորի թեմի առաջնորդին պատարակին բերելու հարցում ասում են որոշակի դեր է խաղացել նորանշանակ մարզպետը, որը Ջերմուկ գրուպի սեփականատեր նախկին ՀԿ-ական օլիգարխ Սերժ Սարգսյանի վաղեմի մտերիմ Աշոտ Արսենյանի որդին է։ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Արսենյանները Վայոց ձորում դեռ հյուրընկալում էին Սերժ Սարգսյանին եւ կրտսեր Արսենյանն անգամ ներկա էր քարոզարշավին։ Իդեպ հիշեցնեմ, որ հենց այդ քարոզարշավի ժամանակ սեռական բնույթի հայոյանք տվեց Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանը եւ Աշոտ Վահագն Արսենյանը ծափարողներից մեկն էր Սերժ Սարգսյանի այդ խոսքին, այսինքն 2021-ին պատերազմից հետո էր ինքը համարում էր, որ Սերժ Սարգսյանը ասած այդ մարդն է Նիկոլ Փաշինյանը, չեմ ուզում այդ բառերը կրկնել եթերում, եւ համարում էր, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, հողատու է, կապիտուլյանտ է, հիմա ինքը դավաճան, հողատու, կապիտուլյանտի ձեռքը համբուրող իշխանավոր է, մարզպետ է, եւ սա խոսում է նաեւ նրա մասին, թե նախորդ իշխանությունների ժամանակ ում ձեռքին է, ում մոտ է կուտակվել կապիտալը, դրանք հիմնականում մեծամասամբ ինքնասիրության հետ լրջագույն խնդիրներ ունեցող, ազգային շահի դեմ գործող, փողին ծառայող մարդիկ են, որոնք հանուն փողի ամեն բան կանեն, վաղն էլ Նիկոլ Փաշինյանի վրա կթքեն փողի համար, եթե Փաշինյանը կորցնի իշխանությունը, վաղն էլ նոր եկող իշխանություններին կծառայեն։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե Աստված ոչ անի, ինչ որ պարագայում, ասենք Ալիևը այստեղ իշխանություն վերցնի, ասենք իր որդուն նշանակի Հայաստանի պատասխանատու, այս գործարարները ծառայելու են նաև Ալիևներին։ Իրենց համար գլխավորը փողն է, հնարավորություն լինի փող աշխատելու, ավել փող դիզելու եւ ինչպես Վայոց ձորի
մարզպետի դեպքում, ասենք $250,000 ժամացույց կապելու։ Եթե դա Ալիևը թույլ տա, կծառայեն գնա գալիս եմ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գրությամբ դիմել է ԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանին, խնդրելով իրեն տեղափոխել ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Բագրատ Սրբազանի եւ Միքայել Սրբազանի խուծ, որպեսզի ձերբակալված սրբազանների հետ կրի կալանքը։ Սակայն Երևան կենտրոն քրեակատարողական հաստատության ղեկավար կազմը մերժել է նրա դիմումը։ Նշենք, որ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցվել է 4 քրեական գործ, 2 կոռուպցիոն բնույթի, իսկ մյուս 2 գործերը վերաբերում են նրա կողմից հրապարակային հնչեցված հայտարարություններին։ Հրապարակ օրաթերթը գրում է. Սրբազան պայքարի գործով անցնող միակ կին բանտարկյալ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխելու հարցը շարունակում է քաղաքական հասարակական շրջանակների քննարկման առանցքում մնալ։ Գործով անցնող բազմաթիվ տղամարդկանց կալանքը տնային կալանքով կամ վարչական վերահսկողությամբ փոխելուց հետո շատերին է հետաքրքրում, թե ինչու չեն փոխում Լիդիայի խափանման միջոցը, ինչ է արել այս աղջիկը, որի նկատմամբ ռեժիմը նման դաժանությամբ վրեժ խնդիր է լինում։ Մենք օրեր առաջ գրել էինք ՔՊ կուլիսներում ընթացող վարկածներից մեկի մասին, թե Լիդիան էր Վահագն Ալեքսանյանի արդեն հանգուցյալ մոր հետ հայտնի միջադեպի ժամանակ բախվել, դա տեղի է ունեցել գարնանը, երբ սրբազան շարժման անդամները Նիկոլ Փաշինյանին անվստահության հարցում էին անում։ Սակայն միշտ զանգված էլ կարծում եմ, որ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանը անձնական վրեժ ունի, որ նա էր Փաշինյանի խրտվիլակով տպավորիչ ակցիայի գլխավոր հերոսին եւ կատաղի պայքար էր բողում, որ խրտվիլակին ոստիկանները բերման չենթարկեն։ Առավոտ օրաթերթը մի հետաքրքիր հրապարակում ունի եւ այս հրապարակումը ցույց է տալիս, թե իշխանությունները ինչ աստիճանի դեգրադացած են, թե իշխանությունները ինչ աստիճանի բռնապետական հակումներ ունեն եւ թե ինչպիսի ստոր քայլերի դեպքում անգամ պատրաստ է այս իշխանությանը ծառայել իր իշխանության համար մարտական շուն հանդիսացող իրավապահ համակարգը։ Առավոտ օրաթերթը գրում է. Գյումրու ծայրամասային մսի կոմբինատ թաղամասի 73-ամյա բնակչուհիներից մեկը Facebook սոցիալական ցանցում գրառում է կատարել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հասցեին ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Գլխավոր դատախազությունը ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի տարեց կնոջ Facebook-յան գրառումը։ Վարչությունը ուսումնասիրելով պարզել է, որ նոյեմբերի 10-ին ռադիո Ավրորա կայքի Facebook-յան էջում հրապարակված հայտնի, որ ղեկավարին եք ավելի շատ վստահում Ավրորա News-ը հարցում է անցկացնում խորագրով տեսանյութի ներքո թոշակառու կնոջ կատարած գրառումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ։ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում ուղարկվել է քննչական կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։ Այսպես ժողովրդական բաստիոնում շաքերտավոր ասած 73-ամյա կնոջը ուզում են քրեական պատասխանատվության ենթարկել, որովհետև լրատվամիջոցներից մեկի Facebook-յան էջում գրառում է արել կամ վատ խոսքեր է ասել Նիկոլ Փաշինյանին։ Եթե անգամ ամենածանր հայտարարությունը արած լինի 73-ամյա կինը, այս իշխանությունները արել են գործողություններ, պետությունը հասցրել են միտեղ, որտեղ մարդիկ կարող են էմոցիոնալ դրսևորվել, էմոցիոնալ խոսք ասել, որը շատ ցանկանալու դեպքում կարելի է մտցնել այս կամ այն քրեական հոդվածի տակ։ Բայց դա բարոյականության հարց է, ասենք, այդ կինը ինչ էլ գրած լինի, 73-ամյա կինը չի իրագործելու, չէ՞։ Մյուս կողմից, եկեք տեսեք իշխանության կողմից ինչպիսի քարոզություն է տարվում։ Իշխանական քարոզչամեքենայի եթերում տարբեր մարդիկ նաև գրառումների տեսքով իրենց քարոզիչներ կոչ են անում, ասենք, բռնություններ գործադրել արցախցիների նկատմամբ, սպանել նախկին համակարգի իշխանավորների, նախկին նախագահների, չգիտեմ, այս կամ այն պաշտոնյայի, բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ, ընդ որում իրենց խոսքը հաճախ նաև գործի է վերածվում բռնությունների մասով։ Վերբալ կամ ոչ վերբալ բռնություն է տեղի ունենում, բայց այդ հազարավոր դրվագներից ոչ մեկով քրեական վարույթ չի իրականացվել եւ պատասխանատվության չի ենթարկվել որևէ իշխանական քարոզիչ։ Իրենք են գեներացնում այս ատելության մթնոլորտը, երբ իրենք տարբեր մարդկանց սպանելու, բռնության ենթարկելու հայտարարություններ են անում, բնական է, չէ, հակառակ կողմից էլ կհայտնվեն մարդիկ, որոնք հակառակ իրենց մասին նման հայտարարություններ կանեն։ Եթե իշխանությունները օրենքը պահելու խնդիր ունեին,
ապա պիտի առաջին հերթին իրենց այդ ռամաշկաները, ռուստամները պատասխանատվության ենթարկվեին իրենց հայտարարությունների համար։ Եվ մենք կասենք, այո, ատելության խոսքը այս իշխանությունների համար անընդունելի է եւ ոչինչ որ ընդդիմադիր հայացքներ ունեցող տարեց քաղաքացու նկատմամբ էլ քրեական գործ է հարուցել, որովհետեւ դե մարդիկ չեն ուզում որ ատելության խոսք լինի։ Բայց ատելության խոսքի թիվ 1 գեներատորը Նիկոլ Փաշինյանն ու իր կինն են։ Սա այս 73-ամյա կնոջ դեպքը, դուք հիշում եք մի դեպքով էլ ծեր մարդու կալանքի տարան, հետո դատարանը ազատ արձակեց, այսինքն սա խոսում է համակարգի սրիկայական բնույթի մասին եւ բռնապետական ձգտումների մասին, որը կարծում եմ, եթե ժողովուրդը սխալվի եւ կրկին սրանց հնարավորություն տա մնալ իշխանության, գործնականում մենք այդ բռնապետությունը լիարժեքորեն կտեսնենք։ Այսօր այսքանն էլ, ամենացեք, կհանդիպենք վաղը։ Քանի երկիր գիտեք, որ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48